հանրապետության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյան։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին մասը։ Ցուցակը գլխավորում են Արեգ Կարապետյանը, երկրորդ եւ երրորդ տեղերում համապատասխանաբար իրավաբաններ Արամ Վարդևանյանն ու Գոհար Մելոյանն են։ Քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Ապրիլի 11-ին երեկոյան 5-ին Ուժեղ Հայաստանը Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել, որի ընթացքում կհրապարակվի դաշինքի ամբողջ նախընտրական ցուցակը։ Հայաստան են ժամանել Ղազախստանի արտգործնախարար Երմեք Կոշերբայևը եւ տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրոնբայևը։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով։ Թե ինչ հարցեր են քննարկելու նախարարները, արտգործնախարարությունը դեռևս չի պարզաբանել։ Փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դիտարկում են երկաթուղու նախագիծը Ղազախստանին վաճառելու ծրագիրը։ Ավելի ուշ Ղազախստանը հայտարարել էր, որ նման հարց դեռևս չեն դիտարկում։ Հարցի շուրջ բանակցություններ էլ չեն եղել։ Մինչ Հայաստան ժամանելը Ղազախստանի պատվիրակությունը եղել է Ադրբեջանում, հանդիպել Իլհամ Ալիևին։ Կողմերն անդրադարձել են միջին միջանցքին, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ TRIP նախագծին։ Հզոր հարձակման է ենթարկվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը։ Իսրայելական հրթիռային հարվածների հետևանքով ավերվել են բնակելի շենքեր եւ խանութներ։ Հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 250 մարդ, վիրավորվել 1100-ը։ Քաղաքի տարբեր հատվածներում կենտրոնացած են փրկարարծառայությունն ու շտապօգնությունը։ Հեզբոլլահը հայտարարության մեջ նշել է, Լիբանանի պաշտպանության եւ հրադադարի խախտման ի պատասխան հրթիռներ են արձակվել Ալ-Մանարա բնակավայրի վրա, հաստատելով, որ պատասխանը կշարունակվի մինչեւ ագրեսիայի դադարեցումը։ Ի պատասխան Իսրայելի հարձակումների Իրանի, Լիբանանի եւ Պաղեստինի ուղղությամբ լոնդոնցիները փակել են Իսրայելի դեսպանատան շրջակայքի փողոցները։ Տարբեր պաստառներով եւ վանկարկումներով նրանք մերժել են Իսրայելի նմանօրինակ քաղաքականությունը, շեշտելով, որ մասնավորապես զոհվում են խաղաղ բնակիչները, ներառյալ երեխաներ, ինչը անընդունելի է։ Բողոքի ցույցեր են նաեւ Իրանի Մաշհադ քաղաքում։ Չնայած ողջ աշխարհը մեջքով է շրջվում իսրայելական եւ ամերիկյան խաղերին, Միացյալ Նահանգները պլանավորում է պահանջել, որ Իրանը հանձնի իր կուտակած ողջ միջուկային վառելիքը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով կգլխավորի ամերիկյան պատվիրակությունը Պակիստանում կայանալիք բանակցություններում։ Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ զորքերը ՆԱՏՕ-ի այն դաշնակից երկրներից դուրս բերելու հնարավորությունը, որոնք հրաժարվել են աջակցել Իրանի դեմ արշավին։ ԱՄՆ ողջ զինուրն ու սպառազինությունը կմնան իրենց տեղերում, արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման եւ ոչնչացման համար, քանի դեռ համաձայնագիրը լիովին չի իրականացվել։ X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով, եթե համաձայնագրի կնքումը ինչ-որ պատճառով տեղի չունենա, ապա կսկսվի ավելի մեծ թափով հրաձգություն։ Մեջբերում մեր հզոր բանակը համալրվում է եւ հանգստանում, իրականում անհամբեր սպասելով իր հաջորդ նվաճմանը։ Մեջբերման ավարտը։ Իդեպ համաձայնագրի հնարավոր չիրականացումը խիստ անհավանական է համարել Սպիտակ տան ղեկավարը։ Պակիստանում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը պնդել է, որ իրանական 10 կետից բաղկացած խաղաղության առաջարկի 3 կետերը բացահայտ եւ աներկբա խախտվել են։ Ըստ նրա, նման իրավիճակում երկկողմանի հրադադարը կամ բանակցություններն անխոհեմ են։ Պակիստանում Իրանի դեսպանն էլ հայտնել է, որ իրանական պատվիրակությունը Իսլամաբադ կժամանի այսօր երեկոյան ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար։ Մեջբերում, չնայած Իսրայելի հրադադարի խախտումների պատճառով առաջացած թերահավատության Իրանական պատվիրակությունն այսօր կժամանի Իսլամաբադ Պակիստանի վարչապետի հրավերով։ Բանակցությունները կընթանան Իրանի առաջարկած 10 կետերի հիման վրա, գրել է նա։ Իրանն անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Սաուդյան Արաբիայի ռազմավարական նշանակություն ունեցող արևելք-արևմուտք նավթամուղը։ Այս հարձակումը լրջորեն վտանգում է Հորմուզի նեղուցը շրջանցող տնտեսական միակ այլընտրանքային ուղին։ Խաղաղությանն ուղղված դիվանագիտական ջանքերը նույնպես տապալվում են Իրանի եւ Միացյալ Նահանգների առաջարկների սկզբունքային տարբերությունների պատճառով։ Դոնալդ Թրամփը ցուցադրաբար հրաժարվել է պարզաբանել Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու իր նախկին սպառնալիքը։ Իրանի զինված ուժերն արդեն նախազգուշացրել են, որ Իսրայելի ցանկացած ագրեսիայի դեպքում Վաշինգտոնին կհամարեն պատերազմի անմիջական մասնակից։
Մեծաթիվ մեքենաներ մնացել են Վրաստանի հետ սահմանին, պատճառը հնարավոր ձնահոսքն ու սաստիկ բուքն է, թե երբ կվերաբացվեն անցակետերը դեռևս հայտնի չէ, սակայն որոշ աղբյուրներ հայտնել են, որ հնարավոր է իրավիճակը պահպանվի շուրջ 2 օր։ Տասնյակ ռուս զբոսաշրջիկներ եւ տեղացի բնակիչներ 2 ուղղություններով էլ չեն կարողանում անցնել, մնացել են տեղում արդեն գրեթե 11 ժամ, նրանք տեղավորվել են մոտակա հյուրանոցներում, մինչև անցակետերից գոնե մեկի բացվելը։ Թեհրանը ժամանակավորապես արգելափակել է նավթատար տանկերների անցումը Հորմուզի նեղուցով։ Պաշտոնական Իրանն այս կտրուկ որոշումը հիմնավորել է Լիբանանի տարածքում Իսրայելի իրականացրած վերջին օդային հարձակումներով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն արդեն իսկ հայտարարել է Ֆարս նահանգի երկնքում իսրայելական Հերմես 900 անօդաչու սարքի ոչնչացման մասին։ Արտգործնախարար Աբբաս Արաղչին պարզաբանել է, որ Թեհրանն այժմ դիտարկում է հրադադարի խախտմանը ռազմական պատասխան տալու տարբերակները։ Իրանական կողմը բացահայտ կասկածի տակ է դնում խաղաղության համաձայնագրի հետագա գոյությունը եւ սպառնում է միակողմանի դուրս գալ դրանից։ Տարածաշրջանում լարվածությունը հասել է օրհասական կետի, իսկ էներգակիրների համաշխարհային կարևորագույն ուղին մնում է փաստացի պաշարված։ Ռուսական հետախուզության տվյալով Եվրամիությունն արդեն սկսել է գաղտնի ուսումնասիրել սեփական միջուկային զենքի արտադրության ներուժը զարգացնելու հնարավորությունը։ Ըստ աղբյուրի, միությունը ընտրել է վտանգավոր ուղի, որն ուղղված է դեպի արևելք նոր արշավի իրականացմանը։ Սա անխուսափելիորեն կխաթարի միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգը։ Նախատեսվում է պաշտոնապես ձևակերպել միջուկային զսպման համաեվրոպական սկզբունք, հիմնված ֆրանսիական եւ բրիտանական ռազմատեխնիկական ներուժի վրա։ Եվրամիության նպատակն է ստեղծել միջուկային ուժերի լիովին ինքնավար հրամանատարություն։ Հայտնի է, որ գերմանացի մասնագետներն ի վիճակի են ընդամենը 1 ամսվա ընթացքում գաղտնի ստանալ միջուկային սարքի համար բավարար քանակությամբ զենքի պլուտոնիում։